Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պայմանավորված արտգործնախարարությունը շարունակում է աջակցություն ցուցաբերել չվերթների չեղարկման հետևանքով մի շարք երկրներում մնացած հայերի վերադարձի հարցում։ Այսօր առավոտից բազմաթիվ չվերթներով Հայաստան են վերադարձել հարյուրավոր քաղաքացիներ։ Հայաստանի քաղաքացու անձնագրով ճամփորդող 45 անձ, օրինակ, Արաբական Միացյալ Էմիրություններից է վերադարձել։ Արտգործնախարարությունից հիշեցնում են, որ մարտի 4-ից 5-ին էլ Fly Dubai ավիաընկերության 2 թռիչքով վերադարձել էր Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով 197 անձ։ Աբու Դաբիում եւ Դուբայում Հայաստանի դիվանագիտական ծառայության մարմինները հավաքագրել են Օմանով Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիների տվյալները եւ անվճար ավտոբուսներով ապահովվել է տեղափոխում դեպի Օման, Մասկատի օդանավակայան։ Աբու Դաբիից եւ Դուբայից դեպի Մասկատ է տեղափոխվել ընդհանուր առմամբ 190 Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Արտգործնախարարությունն աջակցություն է ցուցաբերել Մասկատ-Երևան թռիչքների թույլտվությունների ստացման հարցում։ Դեսպանության դիվանագետը ներկայ է գտնվել Արաբական Միացյալ Էմիրություններ Օման սահմանին։ Հայաստանի քաղաքացիներին Արաբական Միացյալ Էմիրություններից Օման մուտքը դյուրացնելու նպատակով Մասկատի օդանավակայանում եւս դիվանագետը քաղաքացիներին աջակցել է։ Օմանում Հայաստանի դեսպանության հետ կապ է հաստատել հեռավոր Արևելքի երկրից ժամանած 5 քաղաքացի։ Բոլորի հետ դեսպանությունը կապի մեջ է։ Նրանք ապահովված են կեցության պայմաններով, քննարկվում են Հայաստան տեղափոխելու տարբերակներ։ Վերջին օրերին Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունը եւս իր գործառույթներն իրականացրել է արտակարգ ռեժիմով։ Կապ է պահպանվել զբոսաշրջային նպատակներով Հնդկաստանում եւ Շրի Լանկայում գտնվող Հայաստանի քաղաքացիների հետ։ Հավաքագրվել են անհրաժեշտ տեղեկություններ եւ դիտարկվել են նրանց Հայաստանի Հանրապետություն վերադարձի հնարավորությունները։ Դեսպանությունն աջակցել է համապատասխան թռիչքի թույլտվության ստացման անհրաժեշտ աշխատանքներում, այդ թվում Հնդկաստանի ավիացիայի նախարարության եւ արտգործնախարարության հետ փոխգործակցությամբ։ Հնդկաստանում անցկացված Seaside Startup Summit-ի հերթական միջոցառման մասնակիցներն ու զբոսաշրջային խմբի անդամ 104 Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մարտի 5-ի ուշ երեկոյան Գոայից վերադարձել են Երևան։ Արտգործնախարարությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ կապ է հաստատել Շրի Լանկայից Հայաստանի 12, Գոայից 6 քաղաքացի։ Նյու Դելիում Հայաստանի դեսպանությունը բոլորի հետ ամենօրյա կապի մեջ է։ Հրատապ մեկնելու ցանկության դեպքում առաջարկվել է դիտարկել տարբեր գործող ուղղություններ։ Նյու Դելիում դեսպանության հետ կապ է հաստատել նաև Մալդիվներում գտնվող Հայաստանի Հանրապետության 2 քաղաքացի։ Նրանց ներկայացվել են այդ պահի դրությամբ առկա տարբերակները։ Ճապոնիայում հարկադիր մնացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի չունենք։ Այս երկրում եղել է Հայաստանի 6 քաղաքացի։ Դեսպանությունը նրանց հետ կապի մեջ է եղել։ Մինչ տոմսերի այլընտրանքային տարբերակ գտնելը Ցուկուբա համալսարանի 2 ուսանողներին համալսարանը ապահովել է կացարանով։ Այսօր առավոտյան Ճապոնիա, Ուզբեկստան, Վրաստան, Հայաստան եւ Ճապոնիա, Ուզբեկստան, Ղազախստան, Ռուսաստան ուղիներով նրանք մեկնել են Տոկիոյից։ Մյուս 4 անձինք, այդ թվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2 անդամները արդեն վերադարձել են Ճապոնիա, Չինաստան, Ղազախստան, Վրաստան, Հայաստան չվերթով։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։